պարոն Մալյան, դուք ինչ կասեք, ինչով եք անլրջացնում եք գործընթացը եւ հետո ինչ սպասելիքներ ունեք սեփական օրակարգով խորհրդային եկած ընդդիմությունից եւ ինչ եք ուզում մարդկանց օրակարգը փոխեք, իրենք իրենց սեփական օրակարգ ունեն։ Ալրջացնում ենք ինչը, լուրջ ինչ-որ գործընթաց է, այս կողմ գամ։ Կտրից ծառը։ Ծառը կտրի։ Ուր գամ, այստեղ գամ լավա, սենց։ Եթե ինչ-որ լուրջ գործընթաց է տեղի ունենում, իմ համար անկեղծ ասած անտեսանել է այդ գործընթացը, ես գործընթացներից մենակ վերջերս տեսա, որ ազգային ժողովի պատգամավոր Լուսինե Բադալյանի հետ մեր ընդդիմադիր պատգամավորները, ովքեր լրջության կոչեր էին անում, այս ազգային ժողովի բակում սակուրաներից ինչ-որ թիթեռներ էին կախում։ Եթե այդ գործընթացը նկատի ունեք, որ մենք այդ գործընթացը իրենց շեղում, ապա միգուցե ցանկացած մարդ, ով որ դեմ է արտահայտվում այս գործընթացին, իսկ մինչև հիմա այս պայմանությամբ ինձ հայտնի են երկու մարդ, ովքեր որ դեմ են իմպիչմենտի գործընթացին։ Մեկը Նիկոլ Փաշինյանն է հայտնի պատճառներով, մյուսը այս պայմանությամբ Ռոբերտ Քոչարյանն է։ Երրորդ մարդ չեմ ճանաչում, բայց ցանկացած մարդ, ով որ չգիտեմ, տեղակ չեմ, բայց ես դեմ արտահայտվողների մասին տեղակ եմ, դրա մասին եմ ասում։ Ես կարծում եմ, որ այդ կարծիքը այս պայմանությամբ ոչ մեկ չի կարողացել փոփոխման ենթարկել որևիցե փաստարկով։ Իմպիչմենտի գործընթացը այս պայմանությամբ միակ հնարավոր տարբերակն է իշխանափոխություն Հայաստանում իրականացնելու, այլ որևէ տարբերակ գոյություն չունի։ Եվ վերջացնեմ նախադասությունը, իսկ ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորի համար այս վերջին 4 տարիների ու իր ամբողջ ազգային ժողովի պատգամավոր աշխատած 5 տարիների ընթացքում միակ գործիքն է, որը ազգային ժողովի պատգամավորի մանդատ ունեցող որևիցե մարդ, ընդդիմադիր մարդ կարող է կիրառի Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար, այլ որևիցե գործիք չունի։ Մնացած ամեն ինչը ազգային ժողովի պատգամավորը ընտրությունների հետ որևիցե կապ չունի, այսինքն ինքը չի կարող։ Չեք վստահ որ ԿՊ-ն կմիանա, պարոն Մալյան։ Ու նաև ձեր հարցին, նախորդ հարցին, որ Էդգար Ղազարյանին տվեցիք, Էդգար Ղազարյանը իր իմացության տիրույթում պատասխանեց, ես այդ հարցին նաև ավելացնելու բան ունեմ։ Դուք ասեցիք, եղել են արդյոք դեպքեր, որ ԿՊ-ական պատգամավորները կարճ ասեմ այո, նույնիսկ նման դեպքեր եղել են ՀՓՇ շարժման ժամանակաշրջանից եւ ինչու՞ չէ վերջերս իմպիչմենտի գործընթացին, այդ թվում նաև Բագրատ Սրբազանի շարժման ժամանակ իմպիչմենտի գործընթացին ամենայն դեպս դրանով հետաքրքրված ԿՊ-ական պատգամավորներ եւս եղել են։ Այսինքն ազդակ չեմ ասել, սա կասեմ, մի վարքան։ Ոչ, իր մասի չի խոսքը։ Քվեարկելու ազդակ ճիշտ եմ։ Այո։ Հիմա այդ մասին, քանի որ ես եմ տեղակ, ես այդ տեսանկյունից պատասխանեմ։ Օրինակ իմ պրակտիկայում ՀՓՇ շարժման ժամանակ եղել է ԿՊ-ական պատգամավոր, ով որ իմ միջոցով փորձել է բանակցի ընդդիմության հետ, որ հետևյալ օրակարգով ընդ որում պարզ ասում եմ ձեզ, որ իր ազգային ժողովի պատգամավոր մնացած այդ հատվածին ինչքան որ ինքը մնում է այդ աշխատավարձը հաշվենք, մի հատ մեկենաս գտնենք, որ իրան կվճարի, ինքը պատրաստ է նույնիսկ գա ընդդիմության հանրահավաքին է ելույթ ունենա, ժողովրդին էլ միան ամեն ինչի պատրաստ է։ Այդ եղել է ՀՊՇ ժամանակ, որպեսզի չխառնենք իրար։ Փողի դիմաց, այսինքն պատասխան։ Դա իր այդ մարդը օրինակ եմ ձեզ բերում, օրինակ մի մարդ տենց է արել։ ՀՊ խմբակցության մի վարքյան, այո, այդ ժամանակ պատգամավոր։ Հիմա մի վարքյան սպասեք, ժողովուրդ, սպասեք, հիմա ասում եմ։ ՀՊ խմբակցության մեջ մարդիկ հավաքված են երկու գործոնի շուրջ։ Այնտեղ չկա գաղափարախոսություն, կարծում եմ նոր բան չեմ ասում։ Այսինքն չկա մի մարդ, որ ասում է ես Նիկոլ Փաշինյանի գաղափարախոսության համար եկել եմ այդտեղ պատգամավոր եմ աշխատում, թուքումուր եմ ուտում։ Այդ երկու գործոններն են վախը եւ շահը։ Հնարավոր է, իրանք վախենում են Նիկոլ Փաշինյանից, որովհետեւ հակառակ կողմից, ընդդիմադիր դաշտից, այդ թվում նաեւ իմ կողմից, ես էլ եմ ընդդիմադիր դաշտից, վախենալու ոչ մի բան չկա։ Նիկոլ Փաշինյանը իրանց շուրջ ստեղծել է վախի մթնոլորտ, պահում է իրանց իր ազդեցության տակ այդ հիմա չկան այդ մարդիկ, չկա այդ քաղաքական ուժը, որը իրանց կազատագրի այդ վախից։ Հավատացնում եմ ձեզ, երբ որ լինի համաժողովրդական, համազգային
այսպես շարժում impeachment-ին աջակցող, որը պարտադիր պայման է impeachment-ի հաջողման համար, ոչ մեկս ռոմանտիկ չեն, հա, հասկանում եք ինչը։ Այդ ժամանակ իրանք կձերբազատվելով իրանց վախից գանք են նրան եւ մի հատ էլ մի վարքյան ոչ կոմպլեքս պատասխանում եմ հարցերին։ Սա քայլ է նաեւ ինչ որ առումով կոլեկտիվ անպատասխանատվության ոլորտից, թե ինչի է Նիկոլ Փաշինյանը մեր վարչապետը այդ հարցի շուրջ կա կոլեկտիվ անպատասխանատու մոտեցում։ Բերել հարցը անհատական պատասխանատվության ոլորտ։ Այսինքն անհատապես բոլոր դա մեզ բացատրել։ Արդյոք իրանք հանցակից են դառնում Նիկոլ Փաշինյանին, թե հանցակից չեն դառնում։ Այս բարձ հարցին։ Մենք այդ ամեն ինչը կիմանանք, այդ թվում նաև ԿՊԱ-ական падգամավոր կա, կարող է հույս ունի, որ իր անունը իդեպ ոչ մեկ չգիտի, բազմաթիվ падգամավորներ կան երեք ստորագրելու ընթացքում պարոն Ղազարյանի հետ միասին պարզեցինք, որ անունները չգիտենք այդ մարդկանց։ Հիմա կարող է այդ մարդը հույս ունի, որ տենց իր անունը ոչ մեկ չի իմանա, ինքն էլ հով տենց իր այդ 5 տարին Հայաստան դաշինք